Ես կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, ինչու եմ Գյումրի ասում, Փարաքեր չեմ ասում, որտեղ ընդ Ավաքանի եւ այլը, այս մոդելն է, էլի։ Ինքը ինչ որ չափով գուցե առաջիկա համապետական ինչ որ պարլամենտական արտահերթ հերթական ընտրության մոդելի նման մի բան է, որովհետեւ այստեղ տեսեք տարբեր ուժեր էին, չէ, այսինքն եթե մենք համարենք, որ նույնիսկ բոլորը ընդդիմություն են, ես ոչ իշխանություն եմ ասում, լավ, տենց ասենք, որպեսզի բան չլինի, վիճելի բաներ չլինի, որովհետև իրար բան են անում, չէ, անվանում են մեկը ասում է չէ, ինքը ընդդիմություն չի, ոչ իշխանություն, ոչ իշխանականները ես կարծում եմ միևնույն է մի շարասյունով չեն գնալու։ Այսինքն քիչ հավանական է, որ ասենք նույն 26 թվին կամ 25 թվականի արտահայտ, եթե հնարավոր է լինի ընտրություն անցկացնել, եթե այդպիսի բան լինի, մեկ շարասյունով չեն լինելու, էլի sense տարբեր շարասյուններ են լինելու, տարբեր քաղաքական ուժեր են լինելու, եւ այսօրվա խորհրդարանական ուժերից կազմված եւ խորհրդանից դուրս եղած ուժերից կազմված ընդդիմադիր ոչ իշխանական ուժեր, եւ Գյումրիի ընտրությունները այս առումով գուցե մոդել են, որ ըստ էության կարելի է տարբեր շարասյուններով գնալ, հա, մրցակից լինել, բայց ունենալ նորմալ փոխհարաբերություններ իրար հետ, որպեսզի հետագայում կարողանալ պայմանավորվել, եթե ոչ կոալիցիայի շուրջ, բայց գոնե, այսպես ասենք, երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Հիմա 26 թվականին, երբ դուք ասում եք բանը կլինի իշխանափոխություն, թե չէ, եթե այս տենդենսը շարունակվի, իսկ այս տենդենսը, ես դրա մասին էի ասում, որ շատ վաղուց վանից այս տենդենսը արդեն արձանագրվում է, այդ Երևան քաղաքի ընտրություններ, մինչև այդ նոյեմբերյան եւ այլը, Ալավերդի, Վանաձոր, հա, այս տենդենսը շարունակվի, շատ հնարավոր է, սա կարող է լինել։ Եվ մոտավորապես բանն էլ, մեթոդոլոգիան էլ իրար հետ աշխատելու, իրարից անջատ, բայց հետո հանուն մի ավելի կարևոր մեծ գաղափարի այդ բայի իրար հետ աշխատելու, իրար հետ համագործակցելու, նույնիսկ ինչ որ բաներ կուլ տալով, հա, դա կարող է մոդել լինել այս առումով։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը Վիլեն Գաբրելյանին, որը որ այդպես է ասել, դե գիտեք, ես կարծում եմ իրանց մոտ տենց խոսակցություններ կարող են լինել ամեն դեպքում, ինչպես մեկ ասեք մի բան է, ինչ են իրենք հրապարակային ասում, այն բանը, ասենց ինքնագող եւ այլը բան, իրանց այն օդիոզ ման առավել եւս այն ֆիգուրները, այն հայտնի մի քանի տենց մի 7-8 ծայրահեղ օդիոզ ֆիգուրներ կան, էլի ընդհանրապես, որոնք, այսպես ասենք, այն որ ասում են ստավք են դրել են ու միջևերջ գնում են նենց բան, հա, սամուբանի պես են, կամիկաձեի պես են գնում, հա, այդ գնալու տեղ չունեն, այնտեղ կան մարդիկ, որոնք բան են, քիչ ավելի պակաս օդիոզ են, գուցե մի քիչ էլ ավելի ադեկվատ են, եւ այն որ ասում է բանը, այն որ երեկոյան տուն են գնում, իրենց տնեցիների հետ նստում են, հա, մի քիչ էլ հաց են ուտում, կարող է մի բանը խմում են, բան են անում, անկեղծանում են շատ դեպքերում։ Ու ես կարծում եմ, մոտավորապես այս տրամադրությունները, որոնք այդ օրը հնչեցվեցին, բնականաբար պատահմամբ, ես կարծում եմ, հա, դա կարա լինի տենց բան։ Ես չեմ կարծում, որ դա եզակի տենց բաներ ալնում, եթե իրենց հետ բանը, իրենց մտերիմների խոսակցությունը իմանաք, դուք կիմանաք, որ ընդեղ էլ կան մարդիկ, որովհետև իրենց մտերիմներն էլ իրենց վատ են զգում։